Ախալքալակի մշակույթի տան եւ գրադարանի կոպիտալ վերանորոգման աշխատանքները շարունակվում են։ Ամբողջովին փոխարինվել են լուսամուտներն ու դռները։ Նախկինների փոխարեն տեղադրվել են նոր ժամանակակից լուսամուտներ։ Կառուցվում եւ կոպիտալ վերանորոգվում են սանհանգույցները, լուսավորությունը եւ առաստաղը։ Գրադարանում եւս կատարվում է սենյակների ձևափոխում եւ կոպիտալ կոսմետիկ վերանորոգում։ Շենքը կունենա նոր համերգի դահլիճ նախատեսած 100 հանդիսատեսի։ Վերանորոգման աշխատանքները կատարում է Աբուլ կազմակերպությունը։ Աշխատակիցները տեղի բնակիչներ են։ Քաղաքապետի Մելքոմ Մակարյանի սիկծերագիրն են չըսած։ Ինքն է նախադեսը, անձամբ ինքն է եկե աշե, ուրդեղ ինչ տենեսվի, վերդեղ Ամստրոնգ, վերդեղ մեթլաղ, վերդեղ տուալետ, վերդեղ սպորտզալ, վերդեղ ցույց տալու այդ համերգները, բեմով բանով, սա անձամբ Մելքոմ Մակարյանն է նախադեսը, ու ինձ է հանձնարարել է, տենդերը ես եմ շայ ու ինքը ամեն օր ներկա է այստեղ, ուրդեղ ինչ է նստի։ Ու շարժվին կա առաջ, բրիգադները ուրեմն 5 բրիգադներ են մեր նոր վաչանցիկ են, 5 բրիգադն է, ամենքը այստեղ 21 հոգի են, իրենք ամենքը մեկիմ կաշխատինգը։ Ուրեմն մենք սկսել ենք ամսու 15-ին, դաված է 152 օր, մեր աշխատանքի իքով երևի 3 ամսվա մեջ մենք վերջացնենք սա ու հանձնենք Մելքոմ Մակարյանին։ Վերանորոգման ֆինանսավորումը Ախալքալակի քաղաքապետարանի կողմից է։ Աշխատանքներին անձամբ է հետևում Ախալքալակի քաղաքապետ Մելքոմ Մակարյանը։ Եվրոստանդարտի ձևերով սա նախադեսել է Մակարյանը, ինչը ինքը իկեն է, որովհետև ինքն է պլանավորել, վերդեղ ինչ է նստի, երկրորդ քարտուղարի հետ մեկոյի իրենք են նախադեսը ու մենք կինենք գտնենք սա։ Ընդհանուր ուրեմն գումարը հատկացած է 570,000, վերնոր դենդերով դարած է 534,000-ով։